Տիկին Հակոբյան, դուք մասնագիտությամբ բժշկուհի եք եւ այս պարին էլ աշխատում եք, հետաքրքիր է ինչու որոշեցիք ընդգրկվել ցուցակում, ինչ ակնկալիքներ կան։ Ուրեմն ցուցակում ընդգրկվել են բազմաթիվ բնակիչների խնդրանքով։ Ես տեղյակ եմ բոլոր խնդիրներից, շփումս բազմաթիվ մարդկանց հետ է։ Եվ այդ վստահությունը, որ բնակիչների կողմից վայելում եմ եւ նրանց խնդրանքով իմ թեկնածությունը առաջադրեցի։ Ինչ առաջնահերթություններ կան, եթե ձեր քաղաքական թիմը հասնի հաջողության, նախկինում չեք կարողացել որոշ հարցեր լուծել, քանի որ ընդդիմադիրները բոյկոտել են նիստերը, հաճախ է այդ մասին համայնքապետը խոսում, հիմա եթե մեծամասնություն ունենաք, ինչ կուզեք առաջնահերթ արվի։ Նախ կբարձրաձայնվի այն գլոբալ խնդիրները, որոնք առաջնահերթությունը կտան դրան։ Առաջնահերթ խնդիրները կլուծենք բնակիչների խնդրանքով։ Այս քանի օր է արդեն քարոզարշավ եք անում, հիմնականում ինչ հարցերով են ձեզ դիմում։ Հիմնականում դիմում են կոյուղու խնդիրն է, շատ խնդիրներ կան, որ բարձրաձայնել իրոք պետք է։ Ինչ տպավորություններ ունեք քարոզարշավից, հնարավոր կլինի մեծամասնություն ունենալ։ Կարծում եմ, Բնակիչների ընդունելությունը։ Կարծում եմ, այո։ Ինչ տպավորություններ ունեք, արդեն շուրջ 1 շաբաթ է քարոզարշավ եք անում, ընդունելությունը, մարդկանց արձագանքը ինչպիսին է։ Ընդունելությունը շատ ջերմ է, մարդկանց արձագանքը նույնպես, բայց խնդիրները այնքան շատ են, խնդիրները շատ են, թե այդ խնդիրներին լուծում կտվածվի այն, չգիտեմ, ինչ ժամանակահատվածում չեմ կարող ասել։ Խոստումներ նախորոք չեմ կարող տալ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։